Ժորժ ջան, Հայաստանի Հանրապետության 80-ից ավել տոկոս մարդիկ, ես լավ հիշում եմ այդ օր այդ հեղափոխական այրոպորտից մեր տուրիստների հետ ոտով եկել եմ կենտրոն, այնքան մարդ էր ոգևորված եկել, դուրս եկել, մի ֆանտեզ եվրոպացիները զարմացած Սլովենիայից, ցիվիլ երկիր է, չասում մեր մոտ sense բան հնարավոր չի լինի։ Հիմա այդ պայմաններում բերել ենք, նախկիններին մերժել ենք, փաթաթել ենք, բանձիկը կապել ենք, այն որ ծաղկի սրահներում զավիվկեն էլ անում են, այդ սաղ տվել ենք ձեռներ հետ, հիմա նախկինները հետ են գալի եկել, հիմա նախկին ներկա կռիվ եք անում, Ժորժ ջան, այս ինչ, այդ ոնց եղավ որ հետ եք ան, այսինքն վատ եք կառավարել։ Նախկինները իրանց արել են, դա բացարձակ որևիցե կասկած չկա, բայց դուք ինչ եք արել, որ հիմա այդ մարդիկ կարում են հետ գան։ Դրա մասին մտածեք։ Հիմա ձեր կոռուպցիան, սենց ասեմ էլի, աչք շոյող կոռուպցիա է։ Ինչ որ գործ արվում է, բայց այնքան վատ արվում կամ թերություններով, ասֆալտը գնում է Արինբերդ փողոց, այսօր է միջը, էլի փոսերով, անցյալ տարի հիմնանորոգված գնացել է։ Հետո վրայից գործ արել են, չեն արել, այսինքն լավ էֆեկտիվություն չի։ Նախկինն էլ մտածում է դե ժողովուրդը մոռացել է, ընկեր, կլինի ես հետ գամ, որտեվ նախկինը իր ասելիք ունի, նախ եւ առաջ կապված ձեր ասացի հետ, որ այս իշխանությունը ամեն ինչ անում է եւ այլն, իշխանությունը մի օր մի բան էր ասում, մի օր մի բան էր անում, ժողովուրդն էլ հոգնեց, Ժորժ ջան, որ մի բան ասում ես, պետք է անես, եթե դու իշխանություն ես, եթե դու 7 տարվա մեջ ամեն տարի մի բան ես ասում ու իտոգում չի լինում, այդ ժամանակ ժողովուրդը երես է թեքում, ու մեկը տենում ես նախկինը գալիս է ասում է, հա։ Հիմա այս ներկա նախկի ես երիտասարդներին եմ ուզում ուղեմ, ինչքան մնաց, մի 2 րոպե ունեմ։ Հարգելի երիտասարդներ, հատկապես այդ 15-ից 25-ից մի քիչ ավել, ինչի եմ ասում այդ տարիքը, որովհետև այն ինչը, որ մեր ավակ սերունդը, մեր սերունդը կազմել է, դա թերի վիճակ է, երիտասարդներ դուք պետք է այս ամեն ինչը տեսնեք, նախ լսեք ներկա նախկինները իրար ինչ են ասում, սաղ ճիշտ է, մեկից մեկ լսեք ու երբեք այդ նույն սխալները չիրականացնեք, ձեր ժամանակվա պետությունը 26 թվին դա չի լինի, թեև միանշանակ ԿՊ-ն բացարձակ իշխանությունից կզրկվի, բայց ձեր ժամանակ արդեն 31 թվից բան, դուք պետք է լայն մտածեք, դուք չպետք է մտածեք, այն կոսմետիկան մանկապարտեզի վերանորոգումը, ասֆալտ փռումը, դա շատ կարևոր է, բայց դա լրացուցիչ հարցեր են, պետությունը պետք է արդյունաբերող լինի, նորարարական լինի, դուք ձեր տեխնոլոգիա, դուք այնպես պոտենցիալ ունեք, ֆանտաստիկ, ու այո, դրական բաներ կա 18 թվականից հետո, որը ձեզ թույլ կտա նույն ռազմարդյունաբերության ոլորտում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում, չգիտեմ, ինչ-որ նորարարությունների ոլորտում, դուք արդեն տեղը կունենաք զարգացնելու, բայց մեծ մտածեք։ Իսկ այն ինչ-որ հիմա անում է, աչքա դմփոց է, լավ է, որ արվում է, էլի լավ է, որ մանկապարտեզը վերանորոգվի, նախ պետք է լավ վերանորոգվի, խաբելով չի, երկրորդը դրանով չես պետություն զարգացնում, ներդրում չունենք, Ժորժ ջան, մի հատ նորմալ ֆրանսիական 15 հատ կազմակերպություն կար, կակոյնիբուց փոխնախարարի էկոնոմիկայի պատճառով տրվեց մինչև հիմա Արագածի լեռների վրա 4 տարի գործ չի արվում, փոզմիշ արեցին այդ ներդրումը, 300 միլիոնանոց ներդրում էր, եթե առանց են աշխարհահռչակ հյուրանոցային բրենդերի կառուցման, այդ սաղ սենց վարի տվեցի, հիմա չգիտեմ ինչերից են խոսում, ասածս էդ է, որ սկզբունքայնություն ձեր մեջ պետք է ունենաք, մեծ մտածեք, գլոբալ մտածեք ու երբեք թույլ չտաք այն սխալները, որը արել են այս բոլոր սերունդները, որոնք կառավարել են, մենք ցավոք սրտի մեծ կորուստներ ենք ունեցել, ամփոփեք բանը։ Ամեն դեպքում կյանքը պետք է շարունակեք, դուք պետք է առաջ գնաք, լավ խորը մտածեք ամեն ինչի մասին, շատ ուրիշ բաներ եմ ուզում ասել, բայց հիմա չմարացնեմ։ Ձեր ապագայի համար է այս ամեն ինչը, դուք ավելի լուրջ պետք է մտածեք եւ այն քաղաքական գործիչները, որ հիմա են երիտասարդ քաղաքական, զարմանալ է իրենց չկրկնօրինակեք։
ավելի լավ մտածեք, սկզբունքային եղեք, սկզբունքայինություն չեմ տեսնում։ Որպես ամենասկզբունք հարց մի հատ օրինակ բերեմ ու գնամ նստեմ տեղս։ Արեն Սիմոնյանը դատապարտում է ավականբանի թաղապետի բռունցքով հարվածել է բլոգեր Արտուր Չախոյանին, հասա ընկեր ջան, այտենց անսկզբունք չի կարելի լինել։ Էնի չեմ ասում լավ արե, բայց ձեռով ձեռի տղու մեջ է գնացել։ Դու ԱԱՑ-ի պետի, ԱԱՑ-ի նման կառույցի աշխատակիցները, Պարոն Թորոսյան, սկզբունքայնությունը պահպանեք, երիտասարդներ։ Եվ վերջի ելույթը, ինչ, ես ինչ։ Ֆորմուցայից է